Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունիսի 16-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Արդեն նորալուսնից հետո է, այսօր որ նայում եք նորալուսին է, այնպես որ կարող եք նաև նայել նորալուսնի տեսանյութը այնտեղ աստղաբանության ալիքում, իսկ հղումը կա մեկնաբանության և վերնագրի տակ։ Իսկ մենք տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը, ինչ-որ բաներ պետք չի պահել, կամ միգուցե պետք է պահեք, եթե ինչ-որ բան եք պլանավորել այդ օրը, կարելի է նաև այդպես փորձել, ինչպիսին կլինի պատասխանը։ Ահա, տեսնենք ինչ է սպասվելու, գնայինք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին հունիսի 16-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը գործերը կանեք, կավարտեք, կվերջացնեք, վերջնական որոշում կկայացնեք, նաև ձեր ցանկությունները կիրականանան աշխատանքի հետ կապված, ինչ-որ ուզում եք այդ աշխատանքին ընդունվել, ուզում եք, ինչ-որ բաներ են մի խոսքով, նաև դա կարող է կապված լինել պետական աշխատողի հետ, ով որ ևս էլի կօգնի հասնել ձեր ցանկություններին։ Նաև կամ ինչ-որ բան է անում ձեզ համար, որը ևս էլի շատ կարևոր է։ Նաև այդ օր ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ, գաղտնիք կբացահայտվի։ Նաև որևիցե իրադարձություններ ունեք, որը կատարվում է ամեն ամիս, այդ օրը ևս կկատարվի կամ կավարտվի, կամ նոր է սկսվում ինչ-որ իրադարձություն, որը ամեն ամիս պետք է անեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին, տարվա ծնված ցուլերն են։ Ինչ է սպասվում ցուլերին հունիսի 16-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը գումար եք ստանալու, նաև ձեր ցանկությունները կիրականանան, ոմանք ժամադրություն ունեն սիրային, ոմանք պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, նաև ոմանց համար ինտիմ հարաբերություններ, ոմանց համար սա կամ առավոտյան է, ոնց որ շուտ ուշ կարտանա կամ երեկոյան այդպես ավելի շուտ կամ ուշ կարող եք քնել։ Եվ ոմանք վիճում են, ուշադիր եղեք, ոմանք տուն կարող են մաքրել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հունիսի 16-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը ինչ-որ մի բան է ձեզ տխրեցնում, ինչ-որ մի գիծ կարող եք նաև հիասթափվել, սեղանի շուրջ եք նստում, սպասելու եք մարդկանց կամ ինչ-որ բանի, ոմանք այդ օրը աշխատանքի կընդունվեն, ոմանք կխոսեն աշխատանքի մասին, բիզնեսի մասին, միգուցե նաև պետական աշխատողի հետ հանդիպեք, առաջ խաղացում, շատ հաճախորդներ, օրվա ընթացքում կցանկանաք պարկել քնել հանգստանալ, նաև դա ինտիմ հարաբերություններ է ոմանց համար և հանդիպում ունեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին հունիսի 16-ին։
Հարգելի նապաստակներ, այդ օրը սպասում եք ձեր ընկերոջը, ժամ եք պայմանավորվել եւ կարծես թե ուշանում է, որովհետեւ այնտեղ սուտ կա։ Դա հենց կարող է դրան վերաբերվել։ Նաև աշխատանքի հետ կապված հարցեր են, միգուցե այստեղ առիթի եք հրավիրված, կարող խոսում եք, որ շուտ թույլ տան ձեզ դուրս գաք կամ չաշխատեք այդ օրը։ Նաև կարող է առիթի ժամանակ նստած աշխատանքից եք խոսում, աշխատանքի վայրից կամ հենց բուն աշխատանքից։ Նաև ոմանք կհանդիպեն այդ օրը պետական աշխատողի, առիթի կհրավիրեն ձեզ կամ դուք մարդկանց առիթի կհրավիրեք եւ նվեր։ Դե իհարկե արդեն կամ դուք եք ստանում նվեր կամ դուք կտաք նվեր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին հունիսի 16-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը ինչ-որ մեկից կարող եք բաժանվել կամ ինչ-որ բանից բաժանվել։ Այսինքն ապրանքը տվեցիք, վերջ, արդեն հանձնեցիք, վերջացրեցիք, տվեցիք մարդուն։ Նաև բաժանվեցիք այդ ապրանքից։ Նաև սա մեկ այլ բաժան կա, ընկերը գնա մի տեղ եւ այլն։ Հետատանվում եք, ծանրութ թեթև եք անելու, ընտրության առջև կանգնած կլինեք այդ օրը։ Նամակագրական կապի մեջ կլինեք, SMS փաստաթուղթ կստանաք, փաստաթուղթ կուղարկեք, նաև փաստաթղթերի հետ կապված ինչ-որ գործեր կանեք, փաթեթ կստանաք եւ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ այդ օրը երկար մտածեք, միշտապեք։ Ոչ մի հարցում միշտապեք, միգուցե հենց այդ բաժանման, հեռացման հետ էլ նաև կարող է կապված այն ինչ-որ մեկին նամակ գրելու, արագ մարդը չէ, էմոցիաների ազդեցության տակ ինչ-որ նամակ է գրում, հետո փոշմանում է, բայց արդեն նամակը գնացել է։ Դե մար յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերին։ Ինչ է սպասվում օձերին հունիսի 16-ին։
Հարգելի օձեր, ոմանք ունեն թաքուն գործողություններ այստեղ պետական հիմնարկության հետ կապված, նաև այստեղ նվեր է, ուսման կենտրոն, այստեղ կարող է այդպես ինչ-որ կաշառքի նման է, հա, նվեր է ինչ-որ մեկին, որ տալիս եք ինչ-որ գործեր անելու համար եւ այլն եւ այլն։ Նաև սա թաքուն սիրավեպ է, դա արդեն այստեղ կարող է լինել պետական աշխատողի հետ, այնտեղ ուսանողների հետ, հա, ինչ-որ մեկի ձեր նաև ինչ-որ բժշկական կենտրոն է կարող է։ Մի խոսքով նվերներ կարող եք իրար տալ։ Ոմանք սիրո խոստովանություն այդ օրը կստանան կամ կանեն, նաև տհաճ կա օրվա ընթացքում ուշադիր եղեք, ոչ բոլոր գործերը այդ օրը կհասցնեք ավարտել եւ ուշադրություն դարձրեք նաև ձեր առողջությանը կամ կայցելեք նման կենտրոն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձերի։ Ինչ է սպասվում ձերին հունիսի 16-ին։ Հարգելի ձեր, այդ օրը սիրո խոստովանություն կանեք, սիրո խոստովանություն կստանաք, շատ սեր կստանաք ձեր հարազատներից, ձեր բարեկամներից, նաև այստեղ կարող է ձեր սիրելիները զանգեն ձեզ հարազատ մարդիկ զանգահարեն ձեզ։ Նաև սուտ կա այդ օրը, ուշադիր եղեք եւ հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ, հավատարիմ անձնավորության հետ։ Հուսամ, որ սուտը իր կողմից չի։ Այստեղ մի փոքր ուշադիր պետք է լինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Նայեցի հեռախոսս մութ էր, ինձ թվաց հեռախոսս անջատվել է, ես անիմաստ այսքան խոսել եմ, սիրտս կանգնեց։ Լավ է, չի անջատվել։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում, ուզում եմ ասել էի։ Գնանք այծերին։ Ինչ է սպասվում այծերին հունիսի 16-ին։
Հարգելի այծեր, նաև ոչխարներ է կոչվում։ Այդ օրը հանկարծակի լուր կլսեք, նաև գործնական հանդիպում կունենաք կամ գործնական շփում ինչ-որ մեկի հետ, նաև հյուր կունենաք կամ դուք կգնաք հյուր, երեխաների հետ կապված հարցեր են, որոնք որ կանեք, գուցե հղիություն է, ծննդաբերություն է, ինչ-որ հարցին լուծում տալն է, երեխաների հետ կապված, նաև ընտանեկան կյանքն է դա ցույց տալիս, որ ավելի շատ կզբաղվեք ընտանիքով, հղիություն է, ծննդաբերություն, ծնունդը, առիթ, երեխաները կգան, թոռները կգան, այդպես ինչ-որ բաներ են երեխաների հետ կապված։ Գաղտնիք կբարձրահայտվի, դա հենց հանկարծակի լուրն է, որ կիմանաք, դա գաղտնիք էր ձեզ համար, կբացահայտվի եւ սպասում եք ինչ-որ մարդկանց կամ ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի, այստեղ հյուրեր կան, հնարավոր է իրենց եք սպասում, թոռներին եք սպասում, այդպես, ձեր երեխաներին եք սպասում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին հունիսի 16-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը երեխաների հետ կապված ոչ իրադարձություններ ունեք, հղիություն է, ծննդաբերություն, երեխաներին կարող սպասել, թոռներին, ընտանեկան կյանքն է սա, ավելի շատ ընտանիքում կանցկացնեք բոլորի հետ։ Նաև այդ օրը ոմանք ունեն թաքուն սիրավեպ, ոմանք ունեն թաքուն գործողություններ, դա տանվում եք, ծանր ու թեթև եք անում, ոմանք կգնան ժամադրության, ոմանք նաև պայմանավորվածություն կունենան իրենց հարազատ մարդկանց հետ եւ այստեղ կիմանաք, որ ինչ-որ մի բան ձեր ձեռքից բաց եք թողել, որից է հնարավորություն եւ վեճը կամ տուն եք մաքրելու, կամ վիճում եք կամ տուն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին հունիսի 16-ին։
Հարգելի ակահողներ, այդ օրը ինչ-որ հնարավորություն ձեր ձեռքից բաց կթողնեք։ Նաև ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը կամ կայցելեք նման կենտրոն։ Նաև ոմանք ունեն ծիրային ժամադրություն, ոմանք պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, եւ ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, որոնք որ պետք է անեք, լուծեք։ Դա կարող է լինել բժշկական կենտրոն, դա կարող է լինել ուսման կենտրոն եւ այլն։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շների։ Ինչ է սպասվում շներին հունիսի 16-ին։ Ահունիկ է, չէ՞ կարծես թե։ Եթե իհարկե նայում եք այս պահը, կարծես թե ահունիկ է։ Մեկ-մեկ բարձր ձայնով է, մեկ-մեկ ցածր։ Հարգելի շներ, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, բավականին ուրախ եք լինելու, տրամադրությունը բարձր է լինելու, նաև գումար կստանաք, ինչպես կստանաք, այնպես էլ կծախսեք, օձեր կամ բամբասանք, չարխոսակցություններ, այդպես վատ վերաբերմունք, հնարավոր է, որ դա է ձեզ ցավ տալիս, ցավեցնում է ձեզ, և հանդիպում կամ շփում կունենաք, որը ձեր ընկերոջ հետ, ընկերոջ կամ ընկերուհու հետ։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին։ Ինչ է սպասվում վարազներին հունիսի 16-ին։
Հարգելի վարազներ, նաև խոզեր է կոչվում։ Այդ օր ինչ-որ բան է ձեզ երջանկացնելու, նաև նվերներ կստանաք, նվերներ կուղարկեք, նամակագրական կապի մեջ կլինեք որևիցե մեկի հետ, փոստաթղթերի հետ աշխատել, ուղարկել, ստանալ, միգուցե նաև փաթեթ եք ստանում։ Ուշադրություն պետք է դարձնեք նաև ձեր առողջությանը, կամ կայցելեք նման կենտրոն, գաղտնի գործողություններ ունեք, գաղտնի սիրավեպ ոմանք, եւ այդ օրը գործերը ամբողջությամբ չեք հասցնում ավարտել, կմնան ինչ-որ գործեր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։